Լայքը դի լայքը ու տարածիր պարտադիր, քանի որ դու հայ ժողովուրդ ես, արժանապատիվ հայ ժողովուրդ ես։ Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ հայի գոյությանը պատերազմը սպառնացել են թուրքերը, ադրբեջանցիները եւ Նժդեի ասած հայի տականք տեսակը, որ այսօր իշխանության է։ Հիմա էլ ասում եմ, ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Նիկոլ Փաշինյանը հոգեբանական տերորի է ենթարկում հայ ժողովրդին։ Սեպտեմբեր ամիսը շեշտելով։ Նա լավ գիտի, թե ինչ հետք է թողել սեպտեմբեր ամիսը հայ ժողովրդի կյանքում։ 2020 թվականի աղետալի պատերազմ սեպտեմբեր ամիս, 22 թվական սեպտեմբեր ամիս, 23 թվական սեպտեմբեր ամիս։ Բացի այդ, սիրելի ժողովուրդ, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք չընտրվենք պատերազմ տեղի կունենա, նա առ-ոչինչ է ճանաչում իր այդ խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված պայմանագիրը Ալիևի եւ Թրամփի հետ։ Ինչ է դուրս գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ստում է պատերազմի մասով եւ նա ուզում է միայն սպառնալիքներով այս անգամ, որտեվ չունեն տնտեսական, ռազմավարական որևէ ծրագիր ժողովրդին ներկայացնելու եւ մնացել է ընդամենը մեկ կարևոր պայման ժողովրդի առաջը դնելու կամ մեզ ընտրում եք կամ պատերազմ։ Եվ այստեղ է, որ պետք է ժողովուրդը գիտակցի իր պատասխանատվությունը, չտրվի մանիպուլյացիաներին եւ մերժի Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետը։